Այսօր զրուցում ենք քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։ Շնորհակալություն, որ մեր հյուրն եք։ Շնորհակալ։ Պարոն Կարապետյան, վերջին շրջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան շուրջ տեղի ունեցող զարգացումները, կալանքը, նրան պատկանող բիզնեսների նկատմամբ իրավական գործընթացները հանրային քննարկումների կիզակետում են։ Ձեր վերլուծությամբ սրանք զուտ իրավական գործընթացներ են, թե կա նաև քաղաքական դրդապատճառներ եւ հստակ ուղերձներ, ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ ավելի շատ քաղաքական դրդապատճառներ են, սա եթե մեկ բառով ասեմ, սա քաղաքական հաշվեհարդար է, որին տրվել է իրավական հիմքեր, հա, փորձել են մաքսիմալ իրավական գործիքակազմը ու ամբողջ արսենալը քաղաքական եւ իրավական օգտագործել տվյալ դեպքում որպես քաղաքական առաջնորդ լիդեր եւ հետո արդեն մեծենատ բարեգործին մաքսիմալ իզոլացնելու քաղաքական դաշտից եւ ոչ միայն քաղաքական դաշտից եւ այն ինչ որ մենք տեսանք հուլիսի 6-ին այն պատկերը, որը մենք ականատեսը դարձանք, իհարկե այնտեղ խայդարակ պատկերի ականատես դարձանք, ինչպես են հա ձերբակալման process-ը կատարում, որպես այդպեսին եւ այդտեղ մնում էր, որ մենք ականատես դառնայինք, թե պուլիմյոտչիկները ինչպես իրենց ֆունկցիան կատարեն, այսինքն ամբողջ այսպես օժանդակող մարմինները, ինչքան կառույցներ կան պետական ինստանցիայի եւ ուժային կառույցների ֆունկցիա են կատարում։ Այդ օրը ձերբակալելու մեկ քաղաքական գործի, տվյալ դեպքում Գագիկ Ծառուկյանն։ Հետևաբար սա հասկանալի է, որ գրոտեքս մանրախնդիր քենապահի այսպես պահանջած հոգին փառավորելու համար քաղաքական պատվեր էր, որը իջեցվեց ուժային կառույցներին, որբիսի մաքսիմալ իզոլացված պահեն քաղաքական դրդապատճառների հիմքի վրա, որտեղ այդ մարդը խանդի հագում եւ ցանկացած տեսակի անտագոնիզմ ունի այն մարդկանց հանդեպ, ովքեր որ կայացած են, ովքեր որ բարեգործ են, այս ժողովրդի եւ երկրի համար ունեն արած մի շարք բարեգործություններ եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում ունեն իրենց դիրք ու դրվածքը, բայց արի ու տեսեք, որ իրենք չեն բավարարվում նաեւ նրանով, որ կարող է քաղաքական ենթատեքստով իրավական process կենտրոնացնել, սահմանափակվեն դրանով։ Իրենք բացեի բաց դատախազի, դատավորի ֆունկցիա են կատարում, նախապես դերևս անմեղության կանխավարկածը դնելով մի կողմ, բացառապես կիրառելով մասնագի արտարադատություն, ընտրովի արտարադատություն, կիրառեն մի ինպիսի գործիքակազմ, որը որ տվյալ գործառույթների մեջ իրենց գործառույթներից անգամ դուրս է։ Հետևաբար մենք տեսնում ենք, որ սա անձնական քենապահության, վրեժխնդրության ցցում տեսակ էր, որը կիրառվեց նրա հանդեպ հասկանալի պատճառներով։ Շատ տհաճ պատկերից բացի մենք այդտեղ տեսնում ենք ոչ իրավաչափ ուրեմն պատկեր, գործողություններ եւ ոչ միայն գործողություններ, գիտեք, ընտրությունների վերջնարդյունքում, հա, որը որ նվազ լեգիտիմությամբ խայդարակ ընտրություններին, թե ինչպես կարողացան քվեագողություն իրականացնել հենց ԲՀԿ-ի հանդեպ, այնպես անել, որ մանդատները այս պահին կամ վայելեն կինեն, կամ այնպես անեն, որ մի ողջ կառույց ուժ, քաղաքական ուժ չկարողանա օրը ցերեկով մանդատագողություն տեղի ունենա, քվեագողություն տեղի ունենա, որ մտնեն ուրեմն ազգային ժողով։ Հետևաբար սա կատարյալ ուրեմն քաոս ու կոլապս առաջացնող է նախ քաղաքական դաշտում, որովհետև սա ընդհանրապես այս ձերբակալությունը ներքաղաքական կյանքում շատ լուրջ ռեզոնանս ստեղծող է ու բազմաշերտ է, որովհետև խոսքը գնում է այս պահի դրությամբ իհարկե դերևս խորհրդարանական ընդդիմության շարքեր չմտան, բայց երրորդ կարելի ասել ուժի մասին, որը քաղաքական լուրջ բավականին լուրջ ձայներ էր հավաքել եւ քաղաքական լուրջ հավակնություններ կարող էր ներկայացնել եւ հետեւաբար սա բնականաբար անձնական հողի վրա նաեւ տեղափոխվեց եւ ինչպես ասեցի սիադուտ վսի է այսպես կոչված օպերացիայի շրջանակներում հիմա սննգացնելու կներեք արդայությունը սկզածնելու, ինչպես բոմժացնելու ու հասկանում ես, որ մարդը զուտ անձնական վրեժխնդրություն ունի ու այս այն մարդն է, որ ժամանակին քաղաքական լուրջ աջակցություն է ցուցաբերել, որպեսզի նրանք գային իշխանության, այսինքն իհարկե ժողովրդի կամքի հիմքի վրա փորձել է մաքսիմալ կոմպրոմիսների գնալ, այսինքն այնպես անել, որ ներքաղաքական կյանքում ջրբաժան չլինի, այսինքն հասկանալի է, որ այս պահին էլ ընտրովի արտարադատություն է տեղի ունենում, մենք դրա ականատեսն ենք դառնում ու կարծես ժամեր առաջ էլ դատախազությունը արդեն իսկ հրապարակեց
ահռելի քանակի գույք սեփականության եւ անշարժ եւ շարժական գույքերի մասով Մասնավորապես Արարատ ցեմենտի մասին է խոսքը։ Այո։ Տեսեք, Ծառուկյանի գործով պաշտպանական կողմը հրապարակել է Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգի ստացված բացառիկ փաստաթղթեր, որոնք ըստ փաստաբանների գլխիվայր շրջում են Հայաստանի իրավապահների առաջ քաշած վարկածը։ Ըստ Իրանի դատական համակարգի ստացված պաշտոնական թղթերի մուլտիգրուպը այս տարվա փետրվարին եւ մայիսին Իրանում բողոքներ է ներկայացրել խարդախության եւ իրենից $7.5 միլիոն եւ 7 միլիոն եվրո հափշտակելու մեղադրանքով։ Ստացվում է նույն գործով մարդը մեղադրյալ է Հայաստանում եւ նույն մարդը տուժող է Իրանում։ Այսինքն ինչ է ստացվում, մեր քննչական մարմինները միգուցե շտապել են, տանելով միայն կողմանի քննություն, հիմնվելով միայն իրանցի գործարարների, ասենք, վարկածների, հա, նու առաջնահերթ դա կարող ենք ֆիքսել, այո, դա բնականաբար հայկական կողմը մանավանդ որ սա դիվանագիտական խողովակներով եւ եթե հիշում եք դա դեսպաններ առաջինը լուսաբանեց այս մասով այդ խնդրի մասին ես ըստեղ եմ տեսնում որոշակի պատվեր քաղաքական որը որ էլի իրավական աստառ է հաղորդվել բայց այս սա առանձին գործավարություն է սա թողենք ամենայն դեպս թող իրավապահ մարմինները այդ մասով հստակ դիրքորոշում մեզ հայտնեն մենք վերլուծենք իրավիճակը բայց փաստացի այո բազմաթիվ ֆրոնտերով փորձում են տվյալ դեպքում հասկանալի է որ նա քաղաքական լուրջ ֆիգուր է փորձում են մեգուսացնել առայժմ մեգուսացնել եւ հետագայում արդեն նաեւ ունեզրկելու process գեներացնեն սա այնա ինչ որ ինքը խոսել է պահանջ ստանալով ժողովրդի հաջորդ մանդատը եւ նա գիտի որ այս անգամ ալտերնատիվ չունի ուզի թե չուզի պետք է գործեր կարելով շանտաժներով քաղաքական ռեպրեսիայով հա փորձը իր ավտորիտարիզմն ու դիկտատուրան հրաբար որտեվ երրորդ իր այս արդեն իսկ ուրեմն իշխանավարումը ինքնին արդեն դիկտատուրայի հաստատում է նա էլ է գիտակցում որ լայն կոնսոլիդացիա չունի համաժողովրդական եւ արդեն ստիպված է գնալ MBC բեգունային քայլերի որը որ տանում է այսպես ասած օլիգարխիայի վերացմանը չեք կարծում որ հակառակ էֆեկտը կարող է տեղի ունենալ չի բացառում այսինքն դժոխք քաղաքացիների կոնսոլիդացիա կարող է տեղի ունենալ հենց քաղաքական հետապնդվողի շուրջը հենց այդ կուսակցության շուրջը, որը ղեկավարում է այդ անձը։ Չի բացառվում, ընդհանրապես քաղաքականության մեջ ոչինչ չի բացառում, ձեր ասածը, տեսեք, այն շոուն, որ կազմակերպվեց, հա, Սյադուցիայի օպերացիա, ես այդպես եմ անվանում, այդ բավականին նեգատիվ ազդեցություն ունեցավ իդեպ ասեմ իշխանությունների վրա, սա իրանց ռեյտինգի ու ռեպուտացիայի վրա, ես ձեզ վստահեցնում եմ, շատ լուրջ խաղացել է այս հանգամանքը վատ առումով Եվ ես կարծում եմ, որ ուղղակի պետք է MBC քաղաքական օրակարգ գեներացվի, որ խորհրդարանական անգամ ընդդիմության կողմից, որպեսզի կարողանան իշա գոնե այլ իրենց ուժին, ի աջակցություն ուժի քաղաքական process գեներացնեն։ Ինչ որտեղ այս պահին թեպետ թող լինի պաշտպանական բնույթի գործողություններ, որտեղ հասկանալի է, որ խայդարակ քաղաքական ռեպրեսիաների եւ թիրախի տակ են հենց հիմա բոլոր քաղաքական գործիչները։ Եվ այս մասով այո, որբիսի մաքսիմալ զերծ պահեն իրենց այդ վտանգավոր սցենարներից, քաղաքական համենայն դեպս դաշտում կարողանան ի աջակցություն այս ուժի, քաղաքական ուժի դիրքավորվեն ու իրենց քաղաքական կարծիք հայտնեն, որտեղ եթե ոչ այսօր ապա երբ պետք է հայտնեն այդ կարծիքը, եթե ոչ այսօր ապա երբ պետք է քաղաքական աստառ հաղորդեն այս անարտարությանը ու քաղաքական հաշվեհարդարին, որ մենք ականատես ենք դառնում։ Պարոն Կարապետյան, ինչ ազդեցություն կարող է ունենալ նման խոշոր գործատուի օբյեկտների փակումը սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Եթե այս ամենը դիտարկենք հատկապես հարյուրավոր աշխատատեղերի կորստի տեսանկյունից։ Առաջի հայացքից դա լուրջ խնդիր է, ես եթե մեկ բառով ասեմ, ներքաղաքական տնտեսական կոլապս։ Առաջինը դա ենք տեսնելու։ Ես իհարկե չեմ ուզում հիմա նեգատիվ սցենարներ ասեմ, որ իրականում մենք գնում ենք դրան եւ ոչ թե օր առ օր, այլ ժամ առ ժամ, այո։ Դուք պատկերացրեք մեծենատ բարեգործ գործարար, որը որ ներքաղաքական կյանքում, բացի ներքաղաքական կյանքից, տնտեսվարող որպես, հա, եւ որպես առևտրաշրջանառության մեջ բիզնեսմեն Հայաստան ներքաղաքական լուրջ ներդրում ունեցած մարդ, որի բիզնեսների արդյունքում հազարավոր հայ քաղաքացիներ աշխատում են, ապրում են ու իրենց ընտանիքներն են պահում։ Հիմա այդ մարդիկ այսօր
աշխատանք չունեն, գործազուրկի պես նստած են տանը ու ինչ որ իշխանությունների քմահաճույքի, այսպես ասած, ու կամ բարեգութության սկզբունքով պետք է հիմա որոշեն, հա, գնան աշխատանքի, թե չգնան։ Եվ այստեղ է որ հստակ երևում է, որ նրանց ձեռագիրը ոնց որ հեծի պահով էր հստակ, նրանց գերխնդիրը հիմա անունը դնելով ի բարօրություն ժողովրդի եւ ազգի պետության ունեզրկելով տվյալ դեպքում պետականացնել այն, ինչը որ պատկանում է տվյալ դեպքում մեծարար բարեգործ գործարարին։ Այո։ Պարոն Կարապետյան, թեմայի առնչությամբ ձեր գործընկերներից մեկը Տիգրան Դավուդյանը բավականին ուշագրավ դիտարկում է արել, նա նշում է, որ նույնիսկ եթե քննարկվում է իրանցի գործարարի գումարների հետ կապված վեճը, ապա դա ինչ կապ ունի սովորական աշխատավորի եւ սպառողի հետ։ Դավուդյանը բերում է շատ կոնկրետ կենցաղային օրինակներ։ Քաղաքացին փակված մարզասրահի եւ լողավազանի բաժանորդ է։ Հայրը տղայի հարսանիքի համար կանխավճար է տվել փակված ռեստորանին։ Շինարարը քարուսալիկ է պատվիրել, բայց արտադրամասը փակ է։ Ռեստորանը գինի եւ կոնյակ է պատվիրել, բայց գործարանը փակ է։ Իսկ երիտասարդ զույգի պատվիրած ավտոսրահն էլ կապարակնքված է։ Սա Դավուդյանի դիտարկումներն են։ Ձեր գնահատմամբ արդյոք պետությունը տնտեսական գիգանտների դեմ պայքարելով իրականում կաթվածահար չի անում սովորական մարդկանց կյանքը։ Այդ միանշանակ աներկբա է ձեր։ Այդ չենք խոսում տնտեսական այն շղթան, փոքր եւ միջին բիզնեսի մասին է խոսքը, որոնք սպասարկում կամ պարբերաբար օգտվում են այդ օբյեկտներից, որոնք հիմա այսօր չեն աշխատում կամ փակված են։ Հենց հիմա, այո, հենց այդ էի ասում, որ դա աներկբա է, այո։ Այս պարագայում շատ լուրջ խնդիր կա, որտեղ մանր եւ միջին բիզնեսը հենց հիմա տուժվում է եւ պատկերացնում եք, չէ՞, քանի գործավարներ, քանի տնտեսվարողներ հիմա տուժվում են ու ել եմ ասում ոչ թե օր առ օր ռեժիմով, այլ րոպե առ րոպե, ժամ առ ժամ ռեժիմով։ Եվ այստեղ է որ հասկանալի է, որ իշխանությունները այդ քաղաքական պատասխանատվությունը չեն վերցնում իրենց վրա, որովհետեւ կամ շատ արխային են ժողովրդական լեզվով ասած, կամ մտածում են, որ այս էլ իրենց համար հանդուրժելի կլինի, բայց ես ավելի քան վստահ եմ, որ գոնե այս պահին քաղաքական կոնսոլիդացիա կլինի գոնե ընդդիմության կողմից, որբիսի այս ամեն ինչին, այս անարխիային վերջ տրվի, որովհետև չի կարելի։ Եթե սա այսպես շարունակվեց, բնականաբար հաջորդը արդեն գիտենք մյուս լիդերներն են լինելու, որոնց հետևից եւս գնալու են ու նման տարբեր մեղադրանքներով սին շատ դեպքերում կարված գործեր եւ այլն։ Հետեւաբար մտորելու ու մտածելու լուրջ կարիք ունեն նաեւ մյուս ուժերը, ոչ մեկը թող իրեն չվերապահի, որ ապահովա գրված է կամ առհասարակ կարող է վրիպ, բայց այս պարագայում ել եմ կրկնում, եթե խոսքը գնում է 8.1 միլիարդ դրամի մասին, որը որ դատախազությունը ներկայացրել է, այդքան անշարժ գույք եւ որը ընդ որում հատուկ եմ շեշտում 2022-ից 25 թվականների շրջանակներում է, այդ դրա համար է, որ հստակ քաղաքական գնահատական ենք տալիս, որ սա քաղաքական հաշվեհարդար է, այսինքն ներողություն, դուք գիտեիք, որ եթե այսքան տարիներ այդպիսի մեծամասշտաբ խարտախությունների մասին է խոսքը գնում, գումարների թաքցնելու, հարգերի թաքցնելու մասին է, այսինքն բա ինչ եք անում։ Այսինքն ձեզ պետք էր ինչ-որ մի հատ քաղաքական ինցիդենտ տեղի ունենար։ Պետեկամուտների կոմիտեն որտեղ էր։ Հա, որտեղ էր, այսինքն պետք է անցներ մի քանի տարի, հետո նոր պարզեբանենք։ Հետևաբար հասկանալի է, որ սա քաղաքական պատվեր ընդամենը զուտ ամբիցիաների սկզբունքային որպես օդիոս կերպար ինքը փորձում է այդ ամեն ինչը անձնական հողի վրա բերելով հաշվեհարդար տեսնել։ Պարոն Կարապետյան, իր ուղերձում Գագիկ Ծառուկյանը կալանավայրից ուղերձ է եղել, շեշտում է, որ ինքը վաղուց դուրս է եկել այդ ձեռնարկությունների կառավարումից եւ ընթացիկ հարցերով չի զբաղվում։ Իհարկե։ Նա պնդում է, որ տնտեսական օբյեկտերի փակումը արվում է բացառապես իրեն ցավ պատճառելու համար, մինչդեռ ցավ են զգում հազարավոր սովորական աշխատողներ եւ նրանց ընտանիքները, որոնք զրկվում են օրվա հացից ըստ էության։ Ձեր վերլուծությամբ ինչու է իշխանությունը գնում նման կոշտ նույնիսկ ինչ որտեղ հանրությանը վնասող քայլերի։ Դե տեսեք, նախ ասեցի, նախ նրանք մտածում են, որ մարսելու խնդիր կա։ Տեսեք, ելի եմ ասում, երբ որ գործող իշխանությունների դեմս ղեկավարի այնպիսի կերպար է, որ անձնական քենապահությամբ է երկիրը ղեկավարում, հա, վրեժխնդրությամբ ու քենապահությամբ, հա, լցված եւ թշնամանք ու անտագոնիզմ է տածում այն քաղաքական լիդերների հանդեպ, որոնք որ կամ կայացած են, կամ քաղաքական ֆիգուրներ են իրենցից ներկայացնում, կամ հանրային ընկալման մեջ նորմալ մարդիկ են եւ ընկալելի կերպարներ։ Հանրային կյանքում լուրջ հայտ է ներկայացնում։ Ահա, ու այստեղ պարզա որ նա ոնց որ հիմա ես ավելի քան վստահ եմ, որ նույնիսկ ներկուսակցական խնդիրներ ունեն իր իսկ ուրեմն անձնական
ուրեմն թիմակիցների միջև եւ այլն։ Ես կարծում եմ, որ բնականաբար այդ մարդը հեղեղուկ բնավորության տեր մարդ լինելով, մանիպուլյացիաներով, ցանկացած հնարքներով կփորձի իրավապահամակարգին ջեբը պահելով, հիշում եք իր հայտնի խոսքերը, կա դադավոր, որ իմ ասածը չի անի։ Այդ սկզբունքով ցանկացած գործ կկարի ցանկացած վենդետա քաղաքական կիրականացնի, մենք դրա ականատեսն ենք։ Հատուկ ուշադրությամբ ուզում եմ նաև այս հատվածը ձեզ ներկայացնել կալանավայրից հղած ուղերձում Գագիկ Ծառուկյանը իր այդ ուղերձի զգալի մասը նվիրել է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը եւ հայտարարել, որ բացման աշխատանքային խումբ ստեղծելու է բացման աշխատանքային խումբ։ Ինչ քաղաքական եւ սիմվոլիկ ուղերձ կա այստեղ։ Սա չի վկայում, որ Գագիկ Ծառուկյանի նախագծերը, գործերը վերկուսակցական են։ Նաեւ վերկուսակ, բայց բացի վերկուսակցականից եւ նաեւ միջազգային նշանակությամբ։ Գիտեք, ես այստեղ ուրիշ նրբերանգ եմ տեսնում իր խոսույթի մեջ։ Ես ավելի քան վստահ եմ, որ նա որպես հնաբնակ քաղաքական դաշտում գիտակցում է, որ երբ որ նման գործեր են կարվում, առհասարակ դա երկարատև միջինը 3-4 տարի ձգվող գործեր են ու չի բացառվում, որ հիմնարկեկը որպես այդպեսին, որը նախանշված էր, անգամ նա ֆիզիկապես կարող է չհասցնի ներգրաված լինել, նա նրանով նախ ուղերձ է հղում, որ անկախ ամեն ինչից գործը շարունակվում է, անկախ բոլոր սցենարներից եւ երկրորդը սա նաեւ ցույց է տալիս իր կամքը, իր տոկունությունը, որ անկախ բոլոր այս իրավիճակների այդուհանդերձ ժողովուրդը պետք է հանգարց չընկրկի, նեգատիվ չտրամադրվի, ամեն ինչ լավ է լինելու։ Ընդհանրապես դա ուժեղ մարդու բնավորության վարկագիծ է, բայց անկախ ամեն ինչից ես կարծում եմ, որ այստեղ էլի եմ կրկնում, շատ անելիք ունեն այլ քաղաքական ուժերը եւ ընդհանրապես սա միջազգային հնչեղություն պետք է տրվի այս գործին, որտեղ բաց էլ եմ ասում, հերիք չի, որ օրը ցերեկով քվյա գողություն տեղ ունեցավ եւ իրենց զրկեցին ուրեմն մանդատներից եւ ազգային ժողով մտնելու հնարավորությունը, որը նրանք իրոք վաստակել էին։ Հիմա հասկանալի է, որ process են գեներացնում, որ մարդուն մեկուսացնեն տարիներով, եթե ամիսներով վստահ ենք, բայց տարիներով 2 ամիսից կալանք, ես ավելի քան վստահ եմ, էլի ցկցկվելու է։ Ուրեմն Սամվել Կարապետյանի դրվագը մեզ համար ուղեցույց է այս հարցում։ Պարոն Կարապետյան, հիշում եք կենթանիներին առանձնատնից կենթանաբանական այգի տանելու դրվագը, բացառիկ կենթանիներից առյուծի սատկելը, անկելը եւ այլն։ Ինչ եք կարծում, ինչու պետությունը, պետական ապարատը այսքան ծախսեր արեց այս շոուն ապահովելու համար։ Որն է նպատակը։ Հենց այդ է համաժողովրդական, գիտեք, մի զանգված կա ցավոք, որ դրանից հաճույք է ստանում, այսպես տգեղ բան եմ ասում, բայց էսթետիկ հաճույք է ստանում նման դրվագների ականատեսը դառնալով, որտեղ էմոցիոնալ ֆոն էր ապահովում, այո, այդ զանգվածի համար։ Սովորաբար այդ զանգվածը հիանում է, հոգևոր հանգստություն է ստանում, հա, հետևաբար սա նախ այդ զանգվածի համար էր։ Երկրորդը սա դեմոնստրատիվ ցուցադրություն էր, որ այ տեսեք, ես խփում եմ օլիգարխիային։ Ես խփում եմ ուրեմն այն մարդկանց, ովքեր որ լինելով օլիգարխ քաղաքական հայտ են ներկայացրել եւ ինձ հետ փորձում են քայլ գցեն, այսպես ասած, հա, կամ հագաճարվեն ինձ։ Գիտենք անձնական հողի վրա հայտնի խոսակցությունը, որ եղավ, հա, ճիշտ ու սխալի հայտնի այդ կենտանու հետ նաև համադրելու հետ կապված դրվագը, որի համար նա անձնական վրեժխնդրություն է լուծում այս պայն։ Ինչ վերաբերում է կենտանիներին տեղափոխելու եւ այլն, տեսանք պատկերը, հա, ընդամենը 1 օր էլ չկարողացան հավուր պատշաճի այնպես պահեն ու տարբեր այսպես գեղեցիկ փաթեթավորված բառերով ներկայացնում են անգման պատճառը կենտանու զավեշտի ժանրից է, հասկանում ես, որ ընդհանրապես գիտեք ինչ կա, հələ մտեք կենտանաբանական այգի մի հատ խղճի խայտ կզգաք, որովհետեւ այդ կենտանիների վիճակը մի հատ նայեք, այսինքն դու տանում ես մի հատ իրավիճակ փոխելու համար իբր թե փորձում ես ավելի լավ բնական պայմաններ ապահովես, բայց ստացվում է դու տանում ես այդ կենտանին։ Որից տուժում են բոլորը։ Բոլորը տուժ։ Ինչ վերաբերում մուլտիկոնցերնի պահովել, հազարավոր աշխատուժ այս պահին տանը նստած է ու չգիտի թե որ օրով գոնե վերադառնալ է իր ընտանիքը ոնց է պահելու։ Լավ, պարոն Կարապետյան, ինչպես կազեն այս իրադարձությունները, ինչ եք կարծում Գագիկ Ծառուկյանի քաղաքական կերպարի կամ քաղաքական կշռի վրա, իմիջի վրա։ Եթե չկոտրի ավելի կուժեղացնի։
Եթե անսասան իր վարկը ոնց որ կա, հա, տոգունությունը պահպանվի, որի մասով ես չեմ էլ կասկածում, կշիռը կմեծանա։ Միանշան է քաղաքական կշիռ։ Դուք հələ պատկերացրեք հանկարծ այս ընտրովի արտարադատությունը տարիների ընթացքում հանկարծ ու վերջում կուլմինացիան լինի, որ այս ամեն ինչը ֆալշ էր։ Ու այս ամեն ինչը, այսինքն զուտ պատվեր էր։ Դուք պատկերացնում եք ինչ կա։ Բնականաբար նրա քաղաքական ռեպուտացիան կբարձրանա ու հասկանալի է, որ համաժողովրդական ընկալումը ու վերաբերմունքը որպես քաղաքական լիդերի եւ մեծենատ գործարարի ավելի པարզ կնեն, ովքեր որ հիմա մի փոքր այլ քաղաքական վարկագիծ են դրսևորում, ընդ որում անձնական դաշտ չմտնելով, ուրեմն դուք այդ մարդկանց Շատ շնորհակալություն ձեր դիտարկումների համար։ Մենք զրուցում էինք քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։ Ցտեսություն։